21-րդ դարում ալերգիան ել ավելի արտահայտված է դարձել։ Գենետիկան տվյալ իրավիճակում երկու տարբեր հիվանդություններ է բացահայտում եւ որից կախված հենց հիվանդության բուժման ընթացքը բոլորովին տարբեր է լինում։ Գյուղաբնակ եւ քաղաքաբնակ երեխաների են համեմատել։ Մտածում են գենետիկական թեստավորման մասին, եթե ունենք շատ վաղ դրսևորումներ, շփվի բնության հետ, կենդանիների հետ, դա այսպես ասած ավելի կոփում է իրեն ալերգիաների նկատմամբ։ Մեծ մասը ալերգիաների հանդիսանում են բազմագործոն հիվանդություն։ Ցանով դիմում են այն տպավորությամբ, թե ալերգիայի հետ գործ ունեն, իրականում շատ ավելի լուրջ խնդիրների հետ կարող ենք բախվել այդ ժամանակ։ Այնպիսի զարգացման հետ, որը կարող է բերել մալիգնիզացիայի ռիսկերի։ Կրկնվող հազերի պատմությամբ երեխաների մոտ միշտ չէ, որ ինչ-որ վիրուս կամ ալերգիկ ինչ-որ հիվանդություն է հայտնաբերվում։ Գարունը բնության զարթոնք է, բայց շատերի համար այն նաև ալերգիկ ախտանիշների ակտիվացման շրջան է։ Քոր, ռինիտ, շնչառական դժվարություններ եւ այլն։ Արդյոք սա պարզապես արտաքին գործոնների նկատմամբ մեր օրգանիզմի գերզգայունությունն է, թե սրա հիմքում առկա են ավելի բարդ իմունոլոգիական եւ գենետիկական հիմքեր։ Դուք դիտում եք «Ինչ է թաքնված հիվանդության ետևում» ոդքասթը, որտեղ մենք քննարկում ենք հիվանդությունների գենետիկական հիմքերը եւ դրանց ազդեցությունը կլինիկական որոշումների կայացման վրա։ Այսօր մենք խոսելու ենք ալերգիաների մասին, որպես օրգանիզմի իմունային արձագանք եւ որպես գենետիկական նախատրամադրվածության եւ միջավայրի փոխազդեցություն։ Այսօր մեզ հետ են Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցի մանկաբույժ ալերգոլոգ Լուսինե Ավետյանը եւ գենետիկական փորձագիտական կենտրոնի հիմնադիր, կենսաբանական գիտությունների թեկնածու Աննա Հովանիսյանը։ Շնորհակալ եմ շատ հրավեր ընդունելու համար։ Բժշկուհի Ավետյան, եկեք խոսենք այն մասին, թե ինչ է իրականում տեղի ունենում օրգանիզմում ալերգիայի ժամանակ։ Ես նույնպես շնորհակալ եմ հրավերի համար, որպեսզի հասկանանք ինչ է իրենց ներկայացնում ալերգիան, պետք է հասկանանք ինչ է տեղի ունենում այդ ժամանակ օրգանիզմում։ Ալերգիայի ժամանակ մեր օրգանիզմը իմուն համակարգը ոչ ճիշտ, ավելի բուռն ռեակցիա է տալիս իրականում անվնաս նյութերի նկատմամբ։ Առաջին անգամ, երբ որ մեր օրգանիզմը ալերգիա ունեցող հանդիպում է որևէ նյութի, որը գնահատում է որպես ալերգեն, այդ ժամանակ իր օրգանիզմում արտադրում է հատուկ հակամարմիններ, իմունոգլոբուլին E։ Այդ հակամարմինները գնում նստում են հատուկ բջիջների վրա, մաստոցիտների եւ բազոֆիլների վրա, եւ երկրորդ անգամ, երբ որ արդեն այդ նյութի հետ հանդիպում է ունենում օրգանիզմում, կարծես օրգանիզմը բանակի նման այդ իմունոգլոբուլին E նյութերը արտազատում է օրգանիզմ եւ դրա հետևանքով մենք ունենում ենք ալերգիային բնորոշ նշաններ, որոնք են կարմրությունը, քորը, փռշտոցները, հազը։ Իսկ ինչ խնդրով բուժառուներ են ձեզ ավելի հաճախ դիմում։ Ալերգոլոգին հիմնականում դիմում են տարատեսակ ցաներով եւ այդ ցաները ծնողները գերազանցապես կապում են ինչ-որ սննդի ընդունումից հետո որպես ալերգիկ ռեակցիա, դա է պատճառը, որ առաջինը հենց ալերգոլոգի են դիմում, բայց իրականում ոչ բոլոր ցաներն են, որ հենց հիմքում ընկած է ալերգիան, տարբեր խնդիրներ կարող են հայտնաբերվել։ Ցաներից բացի նաեւ հիմնականում կարող են լինել փռշտոցներ, քթահոսություն, երկարատև պահպանվող հազեր, մի քիչ ավելի քիչ տոկոս դեպքերում արդեն դեղորայքային ալերգիան բացահայտելու համար են դիմում։ Շնորհակալություն։ Տիկին Հովանիսյան, ալերգիաների մասին խոսելիս միշտ չէ, որ հստակ է ընկալվում ժառանգականության հետ կապը, քանի որ ալերգիան որպես դասական ժառանգական հիվանդություն չենք դիտարկում։ Այնուամենայնիվ, արդյոք ժառանգականությունը կապ ունի այստեղ։ Շնորհակալություն հարցի համար։ Իրականում ալերգիաները իրենք մեծ մասը ալերգիաների հանդիսանում են բազմագործոն հիվանդություն, այսինքն այստեղ մենք գործ ունենք բուժառուի գենետիկական տարբերակների, բուժառուի մոտ առկա գենետիկական փոփոխությունների եւ միջավայրի փոխազդեցության հետ։ Այս տեսանկյունից դասական առումով դրանք նման չեն մոնոգեն հիվանդությունների, բայց մենք ունենք նաև ալերգիաների մոնոգեն կլասիկ ձևեր եւ այս դեպքում խնդիրը պայմանավորված է մեկ գենետիկական փոփոխության առկայությամբ, որը որ բնորոշում է կամ պայմանավորում է բուժառուի ֆենոտիպը, այսինքն բուժառուի մոտ առկա դրսևորումները։ Օրինակ մոնոգեն ձևեր ունենք ալերգիաների, որոնք դրսևորվում են բժշկուհու ասած իմունոգլոբուլին E-ի բարձր
դիտվող մակարդակով արյան մեջ, կարող ենք ունենալ մաշկային դրսևորումներ, ներառյալ ծանր էկզեմաները, ինչպես նաև տարաբնույթ սննդային ալերգիաներ։ Այսինքն մենք ունենք երկու մակարդակ, մի դեպքում օրգանիզմի նախատրամադրվածություն, այդ թվում բազմագործոնային, որը որ որոշում է օրգանիզմի արձագանքման մոդելը կամ հակումը, եւ ունենք կոնկրետ գենետիկական փոփոխություն, որը որ պայմանավորում է այդ ամբողջ ֆենոտիպը։ Տիկին Հովհաննիսյան, խոսեցիք նախատրամադրվածության մասին։ Այ օրինակ ինչպես կարող ենք հաշվարկել ռիսկերը։ Իրականում ռիսկերի հաշվարկման համար կատարվում են հետազոտություններ եւ ներկայումս շատ տարածված են գենոմային լայնածավալ հետազոտությունները, որոնց արդյունքում համեմատվում են հարյուրավոր եւ նույնիսկ հազարավոր մարդկանց գենոմային հետազոտությունների արդյունքները, այսինքն հազարավոր մարդկանց մոտ, ովքեր ունեն ալերգիաներ, ինչպիսի գենետիկական փոփոխություններ կամ տարբերակներ են դրսևորվում, օրինակ ասթմայով բուժառուների մոտ, ատոպիկ դերմատիտով բուժառուների մոտ եւ այլն։ Եվ այս հետազոտությունների արդյունքում հաշվարկվում է այսպես կոչված արժեք, որը որ կոչվում է պոլիգենային ռիսկի միավոր։ Իրականում այս պոլիգենային ռիսկի միավորը հենց խոսում է ռիսկի մասին եւ յուրաքանչյուր մարդ իր օրգանիզմում ունի հատվածներ, գենոմում ունի հատվածներ, որոնք առանձին թեկուզ փոփոխություն են կրում, բայց իրենք այդպես ազդեցություն չունեն, այլ գնահատվում է իրենց գումարային ազդեցությունը։ Եվ հենց այդ գումարային ազդեցության արդյունքում էլ գնահատվում է օրգանիզմի ունեցած ռիսկը տվյալ խնդրի համար, այս դեպքում ալերգիաների համար։ Շատ լավ։ Բժշկուհի Ավետյան, ինչպես նկարագրվեց գենետիկական նախատրամադրվածության հիմքի կարևորությունը, այնուամենայնիվ արտաքին միջավայրային գործոնները եւս կարևոր դեր են խաղում, չէ՞ դրսևորման համար ալերգիայի։ Այո, համաձայն եմ այդ մտքի հետ, քանի որ մենք գենետիկորեն ժառանգում ենք նախատրամադրվածությունը, բայց բոլորի մոտ չէ, որ կդրսևորվի ալերգիան, այսինքն արտաքին բազմաթիվ գործոնների հետևանքով է, որ ալերգիան արդեն կարող է դրսևորվել։ Այս դեպքում պատահական չէ, որ 21-րդ դարում ալերգիան ել ավելի արտահայտված է դարձել եւ համատարած բնույթ ունի, քանի որ մեր էկոլոգիան, սննդատեսակները, որ մենք ընդունում ենք, այդ բոլորը նպաստում են, որ ալերգիայի դրսևորումը առավել արտահայտված դառնա եւ բացի դա գոյություն ունի այսպես հիգիենայի հիպոթեզ ասվածը, երբ որ երեխային մեծացնում ենք լրիվ ստերիլ միջավայրում, այսինքն փորձում ենք հենց նորածնային տարիքից որոր բակտերիաների, վիրուսների հետ կոնտակտը նվազեցնել, սա լրացուցիչ նպաստում է, որ երեխայի մոտ ալերգիան ավելի դրսևորվի։ Այսպես գործնական ասված, կարծես թե երեխայի օրգանիզմը զբաղված չէ լինում այլ միկրոբների դեմ պայքարելով եւ ստիպված արդեն ոչ վնասակար նյութերը որպես ալերգեն է ընկալում եւ սկսում է արդեն ալերգիան արտահայտվել։ Հասկացա։ Օրինակ ես լսել եմ այսպիսի տեսակետ, որ ասում են ինչքան վաղ մանկական շրջանից երեխան շատ շփվի բնության հետ, կենդանիների հետ, դա այսպես ասած ավելի կոփում է իրեն ալերգիաների նկատմամբ։ Այո, այդպիսի բազմաթիվ հետազոտություններ նույնիսկ կան եւ հենց այդպես գյուղաբնակ եւ քաղաքաբնակ երեխաների են համեմատել եւ այն երեխաները, ովքեր այսպես ասած հողի մեջ են մեծացել, իրենց մոտ շատ ավելի քիչ է եղել ալերգիայի զարգացման հավանականությունը, քան քաղաքաբնակ եւ այդ ստերիլ միջավայրում բնակվող երեխաների մոտ։ Ես կուզեմ լրացնել այս տեսակետը կապված գենետիկական գործոնների հետ, որովհետև մենք ունենք կարգավորման նաև էպիգենետիկական մակարդակ, երբ միջավայրը իր խոսքն ունի գենետիկական հատկությունների դրսևորման վրա։ Այսինքն փաստացի մենք գեներում փոփոխություն որպես այդպեսին չենք ունենում, որպեսզի կարողանանք արձանագրել, բայց ֆունկցիոնալ մակարդակով մենք ունենում ենք փոփոխություն եւ եւս մեկ հետաքրքիր փաստ կա կապված երկվորյակների հետազոտության հետ, ինչպես գիտեք, երկվորյակները իրենք ունեն գրեթե 100% նույնական գենոմ եւ երբ որ երկվորյակներին առանձնացնում են
միաձվանի եւ իրենք մեծանում են տարբեր միջավայրային պայմաններում, կարող է դրսևորվել մեկի մոտ ալերգիկ դրսևորումներ, մյուսի մոտ չէ, այսինքն սա եւս փաստում է, թե որքան կարեւոր է եւ ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ միջավայրային գործոնները։ Եկեք մի փոքր էլ խոսենք բուժման մասին, ինչ հիմնական բուժման տեսակներ կան, մեթոդներ կան։ Ալերգիան, այսպես ասած, ընդունված է, որ բուժման չենթարկվող հիվանդություն է համարվում։ Եթե փորձեմ խմբավորել, առանձնացնում ենք երկու խումբ բուժման մեթոդներ, մեկը սիմպտոմատիկ բուժումն է, երբ որ մենք ուղղակի ախտանիշների վրա ենք ազդեցություն ունենում, այսինքն այդ պահին թեթևացնում ենք ախտանիշները կամ վերացնում ենք, բայց հիվանդությունը դրա հետևանքով չի վերանում եւ գոյություն ունի արդեն բուն ալերգիկ մեխանիզմի վրա ազդող բուժման մեթոդ, դրա օրինակ կարող է հանդիսանալ օրինակ ալերգեն սպეციფიկ իմունոթերապիան, երբ որ ալերգիա ունեցող բուժառուին մենք քիչ քանակությամբ տալիս ենք այն նյութը, որից որ ինքը ալերգիա ունի եւ օրգանիզմին կարծես սովորեցնում ենք, որ տվյալ նյութի դեմ այլևս չպայքարի եւ սա հենց բուն մեխանիզմի վրա ազդեցություն ունեցող բուժման տարբերակ է, որի հետևանքով մենք կարողանում ենք ալերգիայից ազատվել։ Եվ գոյություն ունեն նաեւ արդեն նորարարական բուժման մեթոդներ, երբ որ բիոլոգիական նյութեր են օգտագործվում, որոնք չնայած շատ ավելի թանկ միջոցներ են համարվում, բայց շատ լավ ազդեցություն են թողնում, օրինակ օմալիզումաբը, երբ որ ծանր ասթմայով կամ ծանր ատոպիկ դերմատիտով երեխաներին նշանակվում է, ինչ է իրենից ներկայացնում, հենց մեր այդ իմունոգլոբուլին E թիրախավորող բուժում է, այսինքն օմալիզումաբը կապում է իմունոգլոբուլին E-ն եւ կարծես չի թողնում, որ ալերգիկ մեխանիզմը զարգանա։ Բժշկուհի Ավետյան, իսկ օրինակ հնարավոր է ալերգիաների դրսևորումների ներքո թաքնված լինի ավելի խորքային խնդիր։ Այո, եւ ինչպես սկզբում շեշտեցի, հենց ծնողների դիմելիության ժամանակ, երբ որ մեզ ցանով դիմում են, այն տպավորությամբ, թե ալերգիայի հետ գործ ունեն, իրականում շատ ավելի լուրջ խնդիրների հետ կարող ենք բախվել այդ ժամանակ։ Եթե որպես օրինակ բերեմ, օրինակ, երբ որ ցանով դիմում են, տպավորություն է, թե ունենք սննդային ալերգիա, բայց իրականում հետազոտությունների արդյունքում բացահայտվում է մեկ այլ խնդիր, որը ալերգիայի հետ ընդհանրապես կապ չունի, օրինակ ցելիակիա հիվանդության ժամանակ, որը ցանով կարող է դրսևորվել եւ այստեղ գլյուտենային անտանելիության հետ խնդիր ունենք, որը հենց ինքը գենետիկորեն ժառանգվող հիվանդություն է համարվում։ Եթե մեկ այլ օրինակ բերեմ, օրինակ հազերով, երբ որ հազ գանգատով դիմում են, կրկնվող հազերի պատմությամբ երեխաների մոտ միշտ չէ, որ ինչ որ վիրուս կամ ալերգիկ ինչ որ հիվանդություն է հայտնաբերվում, կարող ենք ունենալ օրինակ մուկովիսցիդոզ հիվանդությունը, որը էլի գենետիկորեն ժառանգվող հիվանդություն է համարվում։ Դուք ունեք ես մի փոքր լրացնեմ բժշկուհուն, հիմնված ավելի պրակտիկ ախտորոշիչ դեպքերի հիման վրա, որովհետև մեզ դիմում են բուժառուներ եւ հիմա ես այսպես փորձում եմ հիշել, դիմում են բուժառուներ, որոնց մոտ արկա կլինիկական ախտանշաններ, այսպես կարելի է ընդհանրացնել որպես ատոպիկ դերմատիտ, հա, մաշկային դրսևորումներով, բայց գենետիկական հետազոտության ժամանակ կարող է հայտ գալ, որ այդ խնդիրը պայմանավորված է օրինակ մաշկի բարիերային ֆունկցիայի խանգարմանը բերող գենետիկական փոփոխությունով եւ այս դեպքում իմունային համակարգը ներգրաված չէ խնդրին եւ կարող է լինել նույն խնդիրը պայմանավորված իմունային համակարգի խնդրով պայմանավորված եւ այս դեպքում կանխատեսումներն են շատ տարբեր, որովհետեւ երկրորդ դեպքում մենք կարող ենք գործ ունենալ մինչեւ իսկ այնպիսի զարգացման հետ, որը կարող է բերել մալիգնիզացիայի ռիսկերի։ Այսինքն շատ կարևոր է դրսևորումների հետևում թաքնված իրական պատճառների բացահայտումը, նաև հիվանդության հետագա ընթացքի կանխատեսման համար։ Տիկին Հովհաննիսյան, ասացիք մալիգնիզացիա։ Ինչ է նշանակում մալիգնիզացիա։ Նշանակում է, որ հիվանդությունը կարող է զարգանալ ավելի չարորակ հիվանդության, ունենալ ավելի չարորակ դրսևորումներ։ Լավ, բժշկուհի Ավետյան, իսկ գենետիկան ինչ դեր ունի բուժման մեջ։ Ինչպես նշեց Տիկին Հովհաննիսյանը վերջին օրինակում, եթե օրինակ ատոպիկ դերմատիտի հետ կապված մենք բուժմանը ոչ
ճիշտ պատասխան ենք ունենում, այսինքն մենք կարծես թե բուժում ենք բալիկին որպես ատոպիկ դերմատիտ, բայց չենք ստանում լավագույն արդյունքներ, այս դեպքում մեզ օգնության հասնում է հենց գենետիկ հետազոտությունը եւ եթե մենք գենետիկ հետազոտությամբ հանդիպում ենք օրինակ վիրագրին գենի մուտացիա, այստեղ մենք գիտենք, որ իսկապես միայն մաշկային այդ էպիդերմիսի բարիերի խնդիր ունենք եւ շարունակում ենք հենց այդ ուղղությամբ մեր բուժումը, բայց երբ որ ավելի գենետիկ այլ խնդիր է հայտնաբերվում, որը որ կարող է հուշել, որ մենք գործ ունենք իմունոդեֆիցիտի հետ, որը նույնպես կարող է ատոպիկ դերմատիտի ձևով դրսևորվել, այս դեպքում եթե մենք միայն բալիկին բուժենք մաշկային խնդրի համար, մենք հետագայում շատ ավելի լուրջ խնդիրների առաջ կկանգնենք, քանի որ բաց կթողնենք հենց իմունոդեֆիցիտ հիվանդությունը, որը կարող է այնպիսի ընթացք ունենալ, որ նույնիսկ հետագայում ցողունային բջիջների փոխպատվաստման անհրաժեշտություն առաջանա։ Այսինքն գենետիկան տվյալ իրավիճակում երկու տարբեր հիվանդություններ է բացահայտում եւ որից կախված հենց հիվանդության բուժման ընթացքը բոլորովին տարբեր է լինում։ Այսինքն ձեր ասածից ելնելով կարող ենք հասկանալ, որ բուժումը համապատասխանեցվում է գտնված հայտնաբերված գենետիկական տարբերակին եւ գենետիկական թեստավորումը ունենում է իր որոշիչ դերը նաեւ այդ կլինիկական որոշումների կայացման արդյունավետությունը բարձրացնելու գործում, հա? Այո, համաձայն եմ դեռ։ Իսկ որ դեպքերում եք գտնում, որ պետք է բուժառուն անցնի գենետիկական թեստավորում։ Գենետիկ թեստավորում իրականում ոչ բոլոր բուժառուներին է անհրաժեշտ իրականացնել եւ երբ որ մենք ունենք որևէ ախտորոշում եւ դրա համար նշանակել ենք բուժում համապատասխան, սակայն բուժման ընթացքը գոհացնող չէ եւ կարող են նույնիսկ բարդություններ առաջանալ, այս դեպքում պետք է մտածել, որ գուցե հիմքում որևէ գենետիկ խնդիր է եւ որպես օրինակ կարող եմ բերել օրինակ ասթմայով պացիենտին, ում նշանակվում է հենց ասթմայի ստանդարտացված բուժումը, սակայն բուժման ընթացքը միևնույն է այնպիսին է, որ ախտանիշները շարունակում են պահպանվել, այս դեպքերում մեզ օգնության է գալիս արդեն գենետիկ հետազոտությունը, որովհետեւ կարող է ասթմայի հիմքում ընկած լինի, այսինքն ասթմայի ախտանիշների հիմքում ընկած լինի բոլորովին մեկ այլ գենետիկ հիվանդություն, օրինակ առաջնային թռչային դիսկինեզիա։ Ես ուզում եմ հաստատել բժշկուհու ասածը, որովհետև հաճախ ունենում ենք այցելուներ, որոնք պարզապես դիմում են կենտրոն գենետիկական հետազոտություն անցկացնելու համար, ուզում եմ ասել այդ բոլոր այցելուներին, բուժառուներին, որ գենետիկան դա նպատակային գործիք է եւ պետք է կիրառվի խիստ թիրախային եւ անհրաժեշտության դեպքում, բայց ալերգիաների դեպքում հաճախ մտածում են գենետիկական թեստավորման մասին, եթե ունենք շատ վաղ դրսևորումներ, հա, որոնք մի փոքր դուրս են ստանդարտից հիվանդության հետ կապված, երբ որ ունենք դրսևորումներից ալերգիկ բացի այլ խնդիրներ կապված իմունային համակարգի հետ, իմունային համակարգի խանգարման հետ կապված այլ դրսևորումների հետ, ունենք նաև աճի հետ կապված խնդիրներ բուժառուի եւ այս ամենը խոսում է այն մասին, որ հնարավոր է առավել հավանական է, ոչ թե հնարավոր է, այլ առավել հավանական է, որ հիմքում կարող է ընկած լինել գենետիկական խնդիր եւ այս դեպքում իրապես գենետիկական թեստավորումը հանդիսանում է նպատակային թեստավորում, որը միգուցե կտա այդ բոլոր հարցերի պատասխանները։ Անդրադառնալով գենետիկական թեստավորման թեմային, ինչ տարբերակներ կարող եք առաջարկել։ Ընդհանրապես գենետիկական թեստավորումը կատարվում է համաձայն ուղեցույցերի, այս դեպքում մենք ուղղորդվում ենք համաձայն եվրոպական ուղեցույցերի եւ գոյություն ունի էտապներ այդ հետազոտությունների կատարման։ Եթե մենք գործ ունենք մոնոգեն ձևերի հետ, ալերգիկ հիվանդությունների եւ եթե այս դեպքում բուժող բժշկի կողմից ուղղորդված է թե կոնկրետ որ գենի հետ կապված ինքը խնդիր է տեսնում, կարող է լինել կոնկրետ այդ գենետիկական կամ այդ գենում արկա տարբերակների ստուգում, բայց սովորաբար
ընդունված է համաշխարհային պրակտիկայում, սկսել այսպես ասած գենային պանելներից, այսինքն մի խումբ գեների հետազոտություններից, որոնք կարող են բերել նմանատիպ դրսևորումների։ Այնուհետև, եթե արդյունքը բացասական է եւ ոչինչ չի հայտնաբերվել, հետազոտությունը շարունակվում է ավելի լայնածավալ հետազոտությունների, որոնք են գենոմային հետազոտությունները, ամբողջ էքսոմի եւ ամբողջ գենոմի հետազոտությունները։ Այսպես փուլ առ փուլ կատարվում է հետազոտությունը, որը հիմնված է բացառումների վրա, այսինքն եթե բացառվում է փոքր խմբային գենային տարբերակը, բայց բժշկուհին տեսնում է խնդիր, հա, այդ կլինիկական դրսևորումները չեն բացատրվում այդ բացասական պատասխանով, այսինքն այստեղից տրամաբանորեն հարց է առաջանում հետազոտությունը շարունակելու, ընդհուպ այնքան մինչև մենք կարողանանք գտնել հիմքում ընկած պատճառը, բայց դա չի նշանակում, որ մենք միշտ պետք է պատճառ գտնենք, որովհետև գենետիկական թեստավորման արդյունքում հնարավոր են նաև բացասական պատասխաններ, ինչը նշանակում է, որ կամ խնդիրը գենետիկական հիմքով պայմանավորված չէ, կամ այդ պահին պարզապես այդ կլինիկական ախտանշանների հետ կապված հայտնաբերված գենետիկական խնդիրներ չկան կամ դեռ հայտնի չեն։ Շատ հաճախ այս թեստավորումները ասոցացվում են դժվար հասանելիության եւ թանկարժեքության հետ, ինչպես կմեկնաբանեք։ Կմեկնաբանեմ այսպես, որ իսկապես գնային առումով դրանք թանկարժեք են եւ փորձը ցույց է տալիս, որ շատ բուժառուներ, որոնք խիստ ունեն դրա անհրաժեշտության կարիքը, երբեմն չունեն հասանելիություն այդ հետազոտություններին։ Իրականում ամեն դեպքում մենք փորձում ենք գտնել միջոցներ, հետազոտությունների իրականացման համար մեզ օգնում են բարեգործական ֆոնդերը եւ այլ տարբերակներ եւս բանկերի աջակցությամբ, բայց ինչու է թանկարժեք, որովհետեւ հետազոտության համար կիրառվում են բավականին թանկարժեք տեխնոլոգիաներ, բավականին թանկարժեք համակարգչային ծրագրեր եւ որակյալ հետազոտություն կատարելու համար անխուսափելի են թվարկված ծախսերը։ Մյուս կողմից շատ հետաքրքիր հետազոտություն է կատարվել եվրոպական երկրներում այս ծախսերի արդարացվածությունը գնահատելու համար եւ եկել են այն եզրակացության, որ գենետիկական խնդիրների դեպքում շատ հաճախ կատարվում են շատ բազմաթիվ հետազոտություններ, մինչեւ հասնում են բուն գենետիկական պատճառին եւ գումարային այդ հետազոտությունները իրենք ավելի թանկարժեք են ստացվում, քան թե գենետիկական հետազոտության պատճառի պարզումը եւ եկել են այն մոտեցման, որ որոշ հիվանդությունների դեպքում, որտեղ ամենայն հավանականությամբ պատճառը գենետիկական է, փոխել մոտեցումը, ոչ թե սկսել կլինիկայի հիմքում ընկած հետազոտությունների իրականացումից, դրանց հաստատումից, բացառումից եւ այդ եղանակով առաջ շարժվելուց, այլ միանգամից սկսել հենց գենետիկական հետազոտությունից եւ այս պարագայում այդ գումարային ծախսերը հաշվի առնելով ինքը իրականում ավելի մատչելի է ստացվում եւ ոչ թե ավելի թանկարժեք։ Շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, սակայն ժամանակը մոտենում է իր ավարտին եւ եկեք ամփոփենք։ Այսօր մենք խոսեցինք ալերգիաների մասին եւ հասկացանք, որ դրանք ոչ միայն ալերգիկ դրսևորումների համադրում են, այլ դրանց հիմքում առկա են շատ բարդ իմունոլոգիական եւ գենետիկական մեխանիզմներ եւ հասկանալով ինչ է թաքնված հիվանդության ետևում, մենք ունենում ենք ավելի ճիշտ եւ ավելի արդյունավետ բուժման ռազմավարություն։